Երկրորդ հարկի այս պատուհանից են Երևանի Կոստանդզարյանի անվան համար 117 դպրոցի 9-րդ դասարանի 5 տղա, 2 աղջիկ ցատկել ու փախել դասից։ Համացանցում աղմուկանած դեպքերը սեպտեմբերի 29-ին են եղել։ Աշակերտները դասից փախել են պատուհանից ցատկելով, քանի որ պահակն արգելել է դպրոցից դուրս գալ։ Երեխաներից մեկը ողնաշարի վնասվածք է ստացել, կոտրվել է ողերից մեկը։ Ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում։ Դեպքը եղել է ամսի 29-ին, վերջի ժամին, 7-րդ ժամին, ռուսերեն լեզվի ժամին, մի քանի երեխա 9-րդ դասարանի չեն ցանկացել նստել դասին, ցանկացել են փախնել, պահակը չի թողել իրենց, հետո իրենք բարձրացել են երկրորդ հարկ եւ երկրորդ հարկից մի քանի տղա եւ 2 աղջիկ թռել են երկրորդ հարկի պատուհանից։ Դպրոցի տնօրենը պնդում է, որ իրականությանը չեն համապատասխանում համացանցում տարածված լուրերը, թե մի ամբողջ դասարան է պատուհանից ցատկել, քանի որ աշակերտները մնացել էին առանց ուսուցչի։ Թերեզա Ավագյանի խոսքով ընդամենը 5 երեխա է դասից փախել։ 9-րդ A դասարանի մնացած 25 աշակերտները շարունակել են ռուսերենի դասը։ Այդ աղջիկը, որ հիմա վնասվածք է ստացել, իր ոտքով գնացել է տուն, միայն երեկոյան ծնողները այդ աղջկան տարել են հիվանդանոց։ Դասղեկը 2 անգամ գնացել է այցելության եւ ասեց, որ ինքը շատ լավ է, նույնիսկ ասել է, որ ցանկանում եմ դպրոց գալ։ 14 տարեկան երեխաները միշտ չէ, որ գիտակցում են հնարավոր վտանգները, ասում է դպրոցի տնօրենը։ Դպրոցի երկրորդ հարկի միջանցքի պատուհանից խոտածած տարածք է երևում։ Երեխաները ցատկել են, վստահ լինելով, որ անվտանգ վայրեջք կկատարեն։ Իրենք հետևանքների մասին չեն մտածում, էլի։ Իրենց այդ տարիքն է, այդ հասունացման տարիքն է, որ շատ դեպքերում իրենք անում են, նոր են հասկանում, թե իրենք ինչ են արել։ Դպրոցում պատմում են, որ աղջիկը պատուհանագոգից ցատկելու ժամանակ սայթաքել է, այդ պատճառով էլ վնասվածք է ստացել։ Ոստիկանությունն այցելել է աղջկան ու նրա ծնողներին, նրանք բողոք դժգոհություն չեն ներկայացրել։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։